Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 18-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 10:14 դեռ կլինի լուսնային 29-րդ օրը։ Սկսված ժամը 10:14-ից մինչև հենց նույն օրը ժամը 23:53 կլինի արդեն լուսնային 30-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք չունի։ Այսօր նաև տեղի ունենալու նորալուսին աճեղջյուր նշանում։ Եվ լուսին աճեղջյուր նշանում ծնկները, հոդերը, ողնաշարը, մեջքի մկանները, ծնկան գլխիկը, ոսկորները, ջլերը, մաշկը, մազերը, փայծաղը և վեստիբուլյար ապարատը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք կունենան։ Իսկ նորալուսնի ժամանակ որևիցե վիրահատություն խորհուրդ չի տրվում, ընդհանրապես չի էլ թույլատրվում։ Իսկ նորալուսնի վերաբերյալ տեսանյութը կարող եք նայել այս ալիքում։ Լուսնային 30-րդ օրվա խորհրդանիշը դա ոսկե կարապն է, ուրախություն և ներդաշնակություն է։ Օրվա կարգախոսը ճիշտ եզրակացություններ անելը կօգնի խուսափել սխալներից։ Օրվա գույները կարմիր և դեղին։ Օրվա քարերը մարջան, տուրմալին և անդրադիտ։ 30-րդ լուսնային օրն ըստ լուսնային օրացույցի բարենպաստ օրերից է։ Այսօր կարևոր որոշումներ կայացնելիս ապավինեք ձեր սեփական փորձին և ժամանակ տրամադրեք ընտանիքի և ընկերների համար։ Մի կողմ դրեք տնային գործերը։ Սա ներման և գերագույն ուրախության օր է։ Հնարավորության դեպքում արեք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մինչև օրվա վերջ ավարտին հասցնեք պլանավորված ամեն ինչ։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դա այդքան էլ իմաստ չունի, վստահ եղեք, չեք զղջա, որ շտապել եք։ Փակեք ձեր բոլոր պարտքային պարտավորությունները։ Այս դեպքում խոսքը ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական պարտքերի մասին է։ Սա լավ ժամանակ է հին կապերից ազատվելու և կյանքում նոր գլուխ սկսելու համար։ Մասնակցեք ցանկացած բարեգործական միջոցառման։ Այսօր լավ է ներողություն խնդրել ձեզանից վիրավորված մարդկանցից։ Եթե կարող եք, նվիրատվություն արեք, այն ձեզ անպայման հազարապատիկ կվերադարձնի։ Խուսափեք վեճերից և կոնֆլիկտներից ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների և ղեկավարության հետ։ Օրը կատարյալ է կապերի ամրապնդման, բայց ոչ կոնֆլիկտների համար։ Փորձեք պահպանել ձեր հարաբերությունները և պահպանել հանգստության և ներդաշնակության մթնոլորտ։ Փորձեք չարձագանքել սադրանքներին, թույլ մի տվեք, որ արտաքին հանգամանքները խաթարեն ձեր ներքին անդորրը։ Հետաձգեք բոլոր ֆինանսական գործարքները, որոնք կապված չեն առաջին անհրաժեշտության և մարդկանց օգնելու հետ։ Այսօր բարենպաստ օր չէ խոշոր գնումների կամ ներդրումների համար։ Քանի որ 30-րդ լուսնային օրը շատ կարճ է, պետք չէ որևէ նոր գործ սկսել։ Փորձեք այսօր չբանակցել, մի վիճեք աշխատակիցների հետ, գործարքներ մի կնքեք, պարզապես հանգստացեք։ Այսօր հիանալի օր է վերլուծելու և սխալները գտնելու համար, սակայն պետք չէ նոր ծրագրեր կազմել։ Խուսափեք ավելորդ ֆիզիկական ակտիվությունից և օրն անցկացրեք հանգիստ։ 30-րդ լուսնային օրը սիրտը դառնում է ամենաակտիվ օրգանը։ 30-րդ լուսնային օրը ծագած հիվանդությունները լուրջ չեն լինի և երկար չեն տևի։ Այսօր ոտքերի վրա շատ ժամանակ անցկացնելը վնասակար է, կարող են առաջանալ ազդրերի և մեջքի ցավեր։ Այսօր խորհուրդ չի տրվում կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ և այցելել բժշկի։ 30-րդ լուսնային օրը ավելի լավ է խուսափել վիրահատական միջամտությունից, անզգայացումից կամ ցավազրկողներից։ Եվ այս լուսնային օրը հնարավոր են վարակիչ հիվանդություններ, հատուկ ուշադրություն դարձրեք նաև ձեր սննդակարգին։ Կերեք սպիտակուցներով հարուստ մթերքներ, լոբի, ձուկ, խորոված միս և այլն։ Այսօր բարենպաստ օր է ընդհանուր մաքրության և տան էներգետիկ մաքրման ու ավելորդ բաներից ազատվելու համար։ Սանրվածքը կարող է հանգեցնել կուտակված էներգիայի որոշ մասի կորստի։ Սանրվածքից հետո ձեր մազերը կարող են կորցնել իրենց խնամված տեսքը և դա ձեզ այլևս դուր չի գա։ Այս լուսնային օրը կտրված եղունգները եթե կտրում եք եղունգները, դուք նվազեցնում եք ձեր սեփական ուժը։ Այսօր բարենպաստ օր է ռոմանտիկ հանդիպումների և ժամադրությունների համար։ Պարզապես մի մոռացեք, որ լուսնային 30-րդ օրը շատ կարճ է, դրա համար անցանկալի է, եթե ժամադրությունն ընկնի 30-րդ և առաջինի սկզբի միջև։
30-րդ լուսնային օրը ամուսնացող նորապսակները կարող են մի շարք խոչընդոտների հանդիպել ընտանեկան երջանկության ճանապարհին։ Ամուսնությունը, որը սկսվում է լուսնային ամսվա վերջում, չափազանց անկայուն է։ 30-րդ լուսնային օրը ծնված մարդն աշխարհ է բերում սեր և ներողամտություն։ Այս պահին ծնվելը մեծ վարձատրություն է մարդու և ընտանիքի համար։ Նա արտահայտում է բարություն և հանգստություն։ 30-րդ լուսնային օրը ծնված մարդիկ գեղեցիկ են, բարի և իմաստուն։ Նա մարդկանց ուրախություն է պարգևում, բոլորին վարակում է պարզությամբ ու սրտացավությամբ, բայց շատ դեպքերում ունի սահմանափակ մտավոր ունակություններ։ Երկար ժամանակ փնտրում է իր զուգընկերոջը և գտնելով այն, մինչև կյանքի վերջ հավատարիմ ու նվիրված է մնում նրան։ Ունի բարձրագույն տիեզերական սիրո կարողություն և տարածում է այս տիեզերական սերը ուրիշների վրա։ Այսօր ծնված վատ մարդ չկա։ 30-րդ լուսնային օրվա երազները ամփոփում են արդյունքները ձեր ենթագիտակցության մեջ։ Եթե դրանք ճիշտ մեկնաբանեք, ապա ապագայում կկարողանաք ճիշտ եզրակացություններ անել, ինչից պետք է բաժանվեք և ինչ կարող է օգտակար լինել ձեզ գալիք լուսնային ցիկլում։ 30-րդ լուսնային օրը լավ է գնալ եկեղեցի, տաճարներ, նվիրատվություններ անել և ողորմություններ տալ։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ավարտեք այն, ինչ սկսվել էր ավելի վաղ։ Պարզ տնային աշխատանքով զբաղվեք, մերսում, թուլացում, սեփական պարտքերի մարում, չափավոր ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեք։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, սկսել նոր բաներ, ալկոհոլի և ծանր սննդի օգտագործումը, մեծ գնումներ և որևիցե ֆինանսական գործարքներ կնքել։ Եվ այսօր բարենպաստ է այցելել ստոմատոլոգի մոտ, նաև ճիճուների դեմ պայքարի համար է լավ, նիհարելու համար է շատ բարենպաստ, կարող եք ոչ պրոցեդուրաներ անել։ Ականջները ծակելու համար է բարենպաստ, դաջվածք անելու, պեդիկյուր և մանիկյուր, նաև բարենպաստ է դատական գործերի համար, գումար հավաքելու, նաև լոտոյի տոմս գնելու համար, գործարքներ կնքելու համար և վերանորոգման աշխատանքների սկզբի համար է շատ լավ։ Տեղափոխություն և բնակարանամուտ և ձվերը դնել ինկուբատորի մեջ։ Եվ նաև այստեղ այգեգործության համար բարենպաստ է բույսերը ջրելը, պղպեղ հավաքել, պղպեղի ցանում, ձմեռային ցանք, մանյացնել կաղամբը, հավաքել կաղամբը կտրատել, տնկել նաև կաղամբը, լոլիկի տնկում, պահպանել վարունգը և եթե պլանավորել եք տեղափոխություն, ապա լավ է, որդատունկը կտրել, խաղողի տնկում, ելակի սերմերը տնկելու համար է ևս բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։